Դուք 50+1%-ը չստացաք, շատերը նշում են, որ նույն գյումրեցիները, օրինակ հարցում են կարել, նշում են, որ գյումրեցիները ՔՊ-ին մերժեցին, երեք օրինակ Շիրակի մարզպետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն դեպքում իրեն ձեզ պարտված չի համարում եւ մերժված, հիմա ուզում եմ ձեզանից իմանալ, օրինակ դուք ձեզ պարտված կամ մերժված համարում եք։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, ինչպես կարող է մի քաղաքական թիմ, որը 17,000-ից ավելի ձայն է ստացել, իրեն պարտված համարի։ Չի եղել նման ձայների թիվ, որ մինչ այս պահը որևէ թեկնածու ստացել է, ու սա աննախադեպ էր, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում չի պարտվել, Գյումրեցու ընտրությունը կատարած մեզ համար օրենք է, անքննարկելի է դա, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ այդ խոսույթը մեկ ընդմիշտ ավարտենք, մեր թեկնածուն, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն, մեր Սարիկը, պարոն Սարիկ Մինասյանը Գյումրիում չի պարտվել, որովհետև ստացել է 17,200 ձայն, որը նորից եմ կրկնում աննախադեպ թիվ էր։ Ձայների մեծամասնությամբ, այո, բայց ամեն դեպքում այդ միազնային իշխանության գնալը չստացվեց, ու սա ձեր համար պարտություն չի, նորից եմ ասում, կամ մերժված չեք համար, որ օրինակ չկարողացաք այդ 50+1-ը հավաքել։ 50+1 չստանալը այլ հարց է, բայց դուք տալիս եք պարտված ձևակերպումը, անվանումը, որի հետ ես ընդհանրապես նորից եմ կրկնում, ոչ միայն որպես ազգային ժողովի падգամավոր, այլ նաև ուղղակի գյումրեցի, ես ձեզ վստահեցնում եմ, ես եղել եմ մարդ, ով այդ քարոզարշավի ընթացքում շրջել է բոլոր թաղերում մեր թեկնածուի հետ, Գյումրու բոլոր փողոցներում եղել ենք եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր թեկնածուն վայելում է գյումրեցիների սերն ու հարգանքը, մենք այսօր Գյումրու համայնքապետարանում ամենամեծ խմբակցությունն ենք 14 մանդատով, այնպես որ դա որակել պարտություն, նորից եմ կրկնում, բացարձական ընդունելի եւ տեղին չէ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում չի պարտվել, այո, չունենք 50+1 չունենք, բայց ամեն դեպքում դա պարտություն չէ, նորից եմ կրկնում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամենամեծ խմբակցությունն է լինելու համայնքապետարանում, իսկ մենք գիտենք, որ համայնքը ղեկավարվում է հենց ավագանիների կողմից եւ ոչ միայն քաղաքապետի։ Կարծես թե Սարիկ Մինասյանին ցանկանում եք առաջադրել քաղաքապետի տեխնացուի պաշտոնում, որն է ձեր հաշվարկը այստեղ կամ հույսը, կամ ումից եք պատրաստվում քվե խնդրել։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը եւ կուսակցությունը չունի դեռևս վերջնական որոշում, դա մինչ այս պահը հնչել են կարծիքներ, ես եմ նաեւ կարծիք ու տեսակետ հնչել, բայց իմ անձնական տեսակետը ոչ քաղաքական թիմի, այնպես որ տեսնենք ինչ որոշում կունենանք եւ դրա մասին պաշտոնապես հայտարարություն կտարածենք։ Այս պահին որևէ պաշտոնական որոշում վերջնական չունենք։ Կարող է լինել անձնական կարծիքներ, տեսակետներ այս կամ այն քաղաքական անձի ներկայացուցիչի կողմից, բայց չունենք դեռևս որոշում։ Հենց եղավ, մենք պաշտոնապես կտեղեկացնենք ձեզ։ Սուրեն Սուրենյացի օրինակն եմ ուզում բերել, նա նշում է, որ Սարիկ Մինասյանին առաջադրելը ոչ adekvat է համարում, եթե ասում է ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ քաղաքական անասնագողության ակտ չի արձանագրվել կամ նման բան անելու ցանկություն չկա մինչև ապրիլի 16-ը, ամեն դեպքում մարտագողությամբ, այսպես ասած, զբաղվելու եք, թե չէ այդ քվեն ստանալու համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբեք իր ղեկավարման ու կառավարման օրոք նման արատավոր երևույթներով չի զբաղվել, դա մեր ձեռագիրը չէ, ես խնդրում եմ տվյալ անձանց չշփոթեն մեզ այս կամ այն քաղաքական ուժերի հետ։ Բայց ամեն դեպքում շատերը նշում են, որ նույն հանրության մեջ, որ ընտրություններով ամեն ինչ չվերջացավ, սա դեռ սկիզբն է, նկատի ունենալով ապրիլի 16-ը հենց դուք կուզեմ տարբեր սցենարներ են քննարկվում, օրինակ նույն խարդավանքների մասին, օրինակ կուզեմ դուք բացառեք, օրինակ Վանաձորի սցենարը կարող է կրկնվել, թե չէ։ Տեսեք, նորից եմ կրկնում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2018 թվականից ի վեր այն ուժն է եղել, որը վերջ է դրել բոլոր խարդավանքներին երկրում, քաղաքական բոլոր խարդավանքներին։ Մեղադրել մեզ, չգիտեմ, ենթադրյալ խարդավանքների կամ մարդագողության մեջ, մեղմ ասած, դա, չգիտեմ, ծիծաղելի է։ Այնպես որ սա քաղաքական process է, ապրիլի 16-ին մենք կտեսնենք ինչ իրավիճակ կունենանք Գյումրիում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը
պատրաստ է հանուն Գյումրու եւ Գյումրեցու ստացած այդ քվեները, վստահության քվեները ծառայեցնելով Գյումրուն եւ Գյումրեցուն աշխատել, նորից եմ կրկնում, հանուն քաղաքի։ Մնացածը ինչ կասեն, ինչ հայտարարություններ ու խոսույթ կորդեգրեն, հա, մեր քաղաքական ճանապարհը նկարագրելու համար այս կամ այն մարդը կամ քաղաքական ուժը, դա իրենց խնդիրն է, մենք արդար ենք, մենք ազնիվ ենք քաղաքացու հետ եւ մենք գնում ենք Գյումրին եւ Գյումրեցու բարեկեցության մասին մտածելով ենք առաջ շարժվում։ Ասենք արդար կլինի, օրինակ այդ նույն արդարության մեջ, եթե օրինակ Սարիկ Մինասյանը ամեն դեպքում քվեստանա ու դառնա քաղաքապետ, այս դեպքում ընտրողների հանդեպ արդար կլինի սա։ Այսինքն արդար կլինի։ Սարիկ Մինասյանը այն մարդն է, այն անձն է, այն քաղաքական թիմի ներկայացուցիչն է, ով ամենաշատ ձայներն է ստացել, 17200 ձայն է ստացել Սարիկ Մինասյանը։ Այո, դառնար քաղաքապետ, եթե օրինակ կներեք, այն մյուս քաղաքական ուժերը միասին, չգիտեմ, շատ ավելի քիչ ձայներ են ստացել, առանձին շատ ավելի քիչ ձայներ են ստացել, քան պարոն Սարիկ Մինասյանը։ Ինչ անարդարության մասին է խոսքը։ Ես չգիտեմ, ինչ զարգացումներ կլինեն, նորից եմ կրկնում, մենք չունենք դեռևս որոշում, պարոն Սարիկ Մինասյանը կառաջադրվի թե չէ, վերջնական քաղաքական որոշում չունենք, բայց այստեղ որևէ անարդարության մասին խոսք լինել չի կարող, սա նորից եմ կրկնում, քաղաքական գործընթացներ եւ պրոցեսներ են, որի արդյունքը մենք կտեսնենք ապրիլի 16-ին, բայց նորից եմ կրկնում, մենք մեր 14 մանդատով եւ Գյումրեցու ուժը ու սերը մեր թիկունքում զգալով պատրաստ ենք աշխատելու հանուն Գյումրու եւ Գյումրեցու Սարի պես կանգնած մեր քաղաքացիների թիկունքին։ Ճիշտ եք նշում, որ առանձին չեն ստացել, բայց ամեն դեպքում գաղափարական ուժեր են ձևավորվել, այսպես ասած կոալիցիա են ձևավորել ու իրենց ձայները այս դեպքում 50+1-ը անցնում է ու այս մասով արդարությունը որ հարցնում է, ինչքանով է արդար, եթե իրենք այդ ճանապարհով գաղափարական ուժեր, իրենց այդ ինչ եմ ուզում ասել, որ իրենց նպատակը այս պահին գաղափարապես միավորվելու ձեզ մերժելն է, ԿՊ-ին մերժելը ու իշխանության քաղաքապետ չունենալն այնտեղ ԿՊ-ի։ Տեսեք, ես այդտեղ գաղափարապես միավորում բացարձակ չեմ տեսնում, ես չգիտեմ դուք որտեղ եք տեսնում այդ մյուս մնացած ուժերի գաղափարապես միավորումը, այն դեպքում, երբ մարդիկ ընտրություններից ընդամենը 2-3 օր առաջ, հա, հայտարարում էին, որ բացառված է, որ իրենց ձայնը տան Վարդան Ղուկասյանին ու դրանից տարիներ առաջ շատ վատ ու կոշտ հայտարարություններ էին անում տվյալ անձի հասցեին, բայց այսօր այդ մարդիկ քաղաքական ճնշումների տակ, հա իրենց քաղաքական հայրերի կողմից քաղաքական ճնշումների տակ նման որոշումներ են կայացնում, հետո իրենց թիմակիցը հանրայինի եթերով հայտարարում է ու ԿՊ-ին խնդրում է գնալ եւ ընտրել Մարտուն Գրիգորյանին, ես ինչ եմ այս ամեն ինչը ասում, որ գաղափարապես միավորում այդ ուժերի մոտ ես ինքս չեմ տեսնում։ Նրանք ասում են մի բան, անում են այլ բան ու չգիտեմ, ես որպես գյումրեցի տպավորություն ունեմ, որ իրենք իրենց մեջ հաշտ չեն, նաև կոալիցիայի մասին բացարձակ խոսք չկա։ Ասում են, այս պայն գաղափարապես այն մասին է, որ ձեզ դեմ են, որովհետև դուք դավաճան եք, դուք հանձնել եք Արցախը, դուք թուրքերին եք սիրում սենց։ Տեսեք, եկեք ես այդ ամեն ինչին չպատասխանեմ, այնքան ենք խոսել այդ մասին, հա։ Գյումրեցին, տվյալ պարագայում Գյումրեցին շատ լավ գիտի ինչ է եղել Արցախի հետ, ով է թուրքը, ով է դավաճանը, այնպես որ ես նորից դրա մասին խոսել չեմ ուզում։ Ես այսօր խոսում եմ Գյումրու մասին, Գյումրու սպասվելիք ապագայի մասին եւ ասում եմ, որ չեմ տեսնում ընդդիմադիր դաշտում գաղափարապես որևէ միավորում, նրանք ուղղակի ինչ որ շահի շուրջ են փորձում համախմբվել, բայց նաեւ այդտեղ կոալիցիա չկա։ Նույն Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ես բավարար ձայներով կապահովեմ, բայց քաղաքի հետագա, հա, կառավարմանը չեմ մասնակցի, խառը վիճակ է այդ մարդկանց մոտ, չկողմնորոշված վիճակ է մարդկանց մոտ ու ես չգիտեմ նորից ուզում եմ որ չի ձայներն է մենակ ապահովել, բայց այն բանով որ որոշումը դժվարությամբ է տրվել, բայց հստակ է մի բան, դրա մասին նախորդ էր հայտարարել, որ դուք չեք լինելու քաղաքապետ, ձեր իշխանությունը չէ։ Դե ապրիլի 16-ին տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, նորից ես վերահաստատում եմ իմ ասածը, որ անկախ ցանկացած ելքից մենք պատրաստ ենք մեր ամենամեծ խմբակցությունով կանգնել Գյումրեցու կողքին, յուրաքանչյուր գյումրեցու հոգսը դարձնելով մերը։